Կառավարությունը հավանության է արժանացրել Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցմանը վերաբերող նախագիծը։ Ըստ որոշման նախատեսվում է Արաքս գետի վրա կառուցել 2 հիդրոէլեկտրակայան՝ Մեղրին եւ մեկ այլ հիդրոէլեկտրակայան իրանական կողմում։ Սա կարևոր խոշոր ծրագրի սկիզբ է։ Այս ծրագիրը ունի առանձնահատկություններ, մենք բիոթի համաձայնագրի առաջի անգամ ենք ըստ էության այսպիսի պրակտիկա, որը միջազգային փորձը թելադրում է կիրառելու Հայաստանի Հանրապետությունում եւ խոշորագույն ներդրումային ծրագիր է, որը նաև պետք է մանրակրկիտ լուսաբանենք։ Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ հեկը կկառուցվի եւ շահագործման կհանձնվի իրանական ընկերության ֆինանսավորմամբ։ Մեղրիի հիդրոէլեկտրակայանը կունենա 130 մեգավատ հզորություն, տարեկան էլ կարտադրի մոտ 800 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Մեղրի հեկի շինարարության արժեքը այսօրվա գներով 2009 թվականի գործող գներով կարժենա մոտ 323 միլիոն դոլար։ Մեղրի հեկի կառուցման համար անհրաժեշտ է 5 տարի ժամկետ եւ 15 տարի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի արտադրված էլեկտրոէներգիայով փակվի, հետ գնվի ներդրումները, որից հետո հեկը կհանձնվի Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով։ Վարչարարության կրճատում, փաստաթղթերի եւ ամենակարևորը կոռուպցիոն ռիսկերի նվազեցում։ Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել լուրջ փոփոխություններ ներառող օրենսդրական նախաձեռնության, որը կառավարության կողմից հավանության արժանացավ։ Արդարադատության նախարարությունը պարզեցրել է պետական ռեգիստրում գրանցվելու կարգը։ Այսուհետ անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար պետք չեն լինի բազմաթիվ ու բազմատեսակ փաստաթղթեր։ Հաշվի համարի հետ կապված դուք չեք ասում գնացեք հարկային մարմին ձեր հերթական հաշվի համարը բերեք, որ ես ձեզ տամ, դուք ինքներդ ստանում եք 50-ական համար։ Եվ եթե ինքը 27-րդն է, այդ քաղաքացին անմիջապես այդ համարը իր համարը լրացում եւ դուք հետագայում տեղյակ եք պահում պետեկամուտների կոմիտեին, որ ընդունենք հաշվարկային այս համարը արդեն զբաղված է կոնկրետ այս իրավաբանական անձի կամ քաղաքացու անունով։ Սա մի համակարգ է, որն առայժմ կգործի ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցման հաշվառման ոլորտում։ Սակայն նախարար Դանիելյանը վստահ է, որ պարզեցման այս սկզբունքը անհրաժեշտ է կիրառել նաեւ այլ գերատեսչություններում։